Ավտովթար Երևանում այսօր առավոտյան Սեբաստիա Լենինգրադյան խաչմերուկում բախվել են Մերսեդեսն ու BMW-ն։ Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարված էր խաչմերուկը կարգավորող լուսագրին եւ տապալել այն։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։ Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում նախօրեին Երևան-Սևան ճանապարհին բախվել են Մերսեդեսն ու Օպել Աստրան։ Վթարի հետևանքով Մերսեդեսի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Ականատեսների խոսքով օպերատիվ են գործել շտապ օգնության աշխատակիցները։ Հերթական կեղծ համարանիշներով Յաշիկը ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքում։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները օպերատիվ տեղեկություն ունենալով, որ մեքենան երթևեկում է կեղծ ռուսական համարանիշով, հայտնաբերել են եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Նշենք, որ տվյալ օրինախախտումը պատժվում է 200,000 դրամ տուգանքով։ Եվս մեկ օրինախախտ Երևանի ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ հայտնվել է Երևանի պահպանվող հատուկ տարածքում։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ կանգնեցրել են Մերսեդես մակնիշի ավտոմեքենա եւ պարզվել է, որ համարանիշները կեղծ են։ Ընթերականների ներկայությամբ զննության բեռնախցիկում հայտնաբերվել է Սայգա տեսակի որսորդական հրացան։ Վարորդը պնդել է, որ զենքն օրինական է։ Բեռնախցիկում հայտնաբերվել են նաեւ Մերսեդեսի օրինական համարանիշները։ Փաստի արդիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է նաեւ զենքի օրինականության հարցը։ Նշենք, որ նույնիսկ զենքի օրինականության դեպքում էլ խախտվել են զենքի պահպանման կանոնները։ Մասնավորապես, զենքը մեքենայում պետք է լինի հատուկ պատյանի մեջ, տանը հատուկ չհրկիզվող պահարանում։ Նախորդային փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Փափազյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ եւ հատուկ Հրշեջ ջոկատա ավտոսանդուղքով։ Բռնկվել են տանիքի փայտյա կառուցատարերը։ Բարեբախտաբար փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը։ Շամշանքոմը բացառիկ տեսանյութ է տրամադրել, որում երևում է, թե ինչպես է Mitsubishi-ն մեծ արագությամբ հետընթաց կատարում եւ վարորդը չկարողանալով կառավարել այն գլխի վայր շրջվում է։ Դեպքը գրանցվել էր 3 Արմավիրի մարզում։ 43-ամյա Վարդան Մուրադյանը Mitsubishi Pajero-ով Երևան-Էջմիածին ճանապարհին գլխի վայր շրջվել էր։ Վարորդը պնդում էր, որ մեղավորը մեկ այլ մեքենայի վարորդն է, որը խախտել է երթևեկության կանոնները, ստեղծելով վթարային իրավիճակ։ Դանդաղ քշեր այսօր չէ, պատիժ է։ Մարդկանց ասեք քաշեն թեմները, մարդկանց։ Ով է այդ ավտոյի համարը դու որտես տանես։ Բա սաղը մի տենց են ասում։ Գրիգոր Արությունյան, Տաթևիկ Գրիգորյան, Գագիկ Շամշյան, Կարեն Թադևոսյան այսօր։